հայերեն տառերով գրված անգլերեն չեն սովորել։ Ես ունեմ մոտ մի 7 տարվա փորձ, որ դասավանդում եմ։ Ну, կարելի ասել ամբողջ անգլերեն դասավանդում։ Okay, so ինչի են հենց հայերեն տառերով գրված սովորում։ Ես համաձայն եմ, որ երբ որ երեխաները օրինակ գնում են դպրոց, պետք չի իրաց նման ձև սովորացնել։ Ինչի համար, որովհետև երեխաները որ գնում են դպրոց, երեխաները ունեն մեծ ժամանակ։ Իրանք ինչ ունեն, բացի սովորելուց, ոչ մի բան չունեն։ Թող նստեն իրենց դասերը նորմալ սովորեն։ Ու մոտ մի 10 տարի, 10 տարուց ավել այդ երեխեքը պետք է սովորեն դպրոցում, դա նորմալ է, որ երեխեն կարա բառը հերթով տրանսկրիպցիան հանի, լեզվի մեջ խորանա, երեխեքը ես համաձայն եմ, որ պետք չի նման ձևով սովորացնել, պետք է դու կարելի է հայերեն տառերով տես մեկ-մեկ օգնել, բայց հիմնականում պետք չի կարելի է տրանսկրիպցիաները սովորացնել, որովհետև երեխեք ունեն լիքը ժամանակ ու իրանք կարան սովորեն իրենց ամբողջ կյանքի ընթացքում, բայց երբ որ մարդը արդեն չափահաս դառել է ու ինքը աշխատում է, ինքը աշխատող մարդ է, իսկ հիմնականում դա այսինքն եթե այդ մարդը աշխատող մարդ է, դու գործ ունես չափահաս մարդու հետ, չափահաս մարդուն ի՞նչ է կարևոր։ Չափահաս մարդուն կարևոր չի ինքը նստի, սկզբից ինքը այդ ժամանակը չունի։ Ինքը երեխա չի, ինքը չի կարա 10 տարի տա անգլերեն սովորի։ Ինքը այդ ժամանակը չունի։ Ինքը պետք է կարճ ժամանակում, դու իրան պետք է նենց անես, որ ինքը կարճ ժամանակում, այն որ ասում են շաբաթների կամ ամիսների ընթացքում, այդ մաքսիմում այդ մարդը այդքան է ձգելու, որովհետև եթե ինքը տեսավ այդ ընթացքում ինքը չունի արդյունք, ինքը չի շարունակելու պարապելու։ Թակարակը հիասթափելու է ու ասի ես արդեն մեծացել եմ անգլերենի իմիջի։ Ինքը այդ ժամանակը չունի։ Դու պետք է իրան հարցնես մոտավորապես մոտ մի քանի շաբաթվա ամսը, այն որ ինքը ամեն օր պետք է իր վրա զգա, որ արդեն իր խոսքը զարգանում է գնալով։ Ինքը այդ ժամանակը չունի, ինքը չի կարա հերթով նստի, դու չես կարա իրան հանձնարարությունը տաս, ասես գնա արա։ Եթե այդ մարդը մեծ մարդ է, հիմնականում իրանք տունը տնային չեն էլ անում։ Հա, հազվագյուտ կարող է որ մարդիկ անեն տունը տնային, բայց հիմնականում իրանք տուն տնային չեն, դու իրանք ժամանակ չունեն տունը տնային անելու։ Ես կարամ ին վրա ասեմ, ես հիմա նոր բան եմ ուզում սովորեմ, ես ինձ մեջտեղից շատ չեղելով մի բան կա բանը, որ իրիկունը մի բան սովորում, կարդում նոր եմ գնում քնելու, բայց այդ ժամանակը էլ չկա։ Այդ ժամանակը որ դու ունես փոքր ժամանակ, դու այդ ժամանակը էլ չունես, ու քո համար դժվար է նոր բան սովորելը։ Դրա համար հայերեն տառերով գրելը շատ ճիշտ է, որովհետև մի անգամից տպավորվում է այդ մարդու մոտ։ Հիմա այդ մարդը ամեն անգամ ասենք book բառը, օրինակ գիրք բառը, ոչ չի բռնել տրանսկրիպցիան հանի, կրկնի ասենք book, հարավ, հետո էլի չի իջեց արտասանությունը, հետո էլի մտնի մի հատ է տրանսկրիպցիան նայի, էլի կրկնի։ Հենակ ով կա հայերեն տառերով գրի, այդ մարդը դու մի անգամից հասկանա, հեշտ սովորի էլի, ինչի մարդկանց տանջես։ Դա չափած մարդկանց համար հայերեն տառերով գրելը արտասանությունը հեշտացնելը ճիշտ է։ Դու պետք է այդ մարդկանց սովորացնես մաքսիմալ հեշտ, որ ինքը կարողանա մի քանի շաբաթում կարողանա սկսի արդեն խոսալ ու մի քանի ամսում ինքը պետք է լավ արդյունքի հասնի։ Եթե ինքը մի քանի ամսում լավ արդյունք չհասավ, ինքը հիասթափելու է։ Հետո դրանից հետո կարաս ասես ավելի պրոֆեսիոնալ մակարդակ, բայց առօրյա խոսակցականը մի քանի